Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արցախ ազատագրումն Արևմտյան Հայաստանապայքար Արմենակ Աբրահամյան, Հայաստան ապագա խաղաղության թազիջումների գնավ Գրիգոր Ամիրզայան, Նուբար Օզանյանին հիշատակն Արևմտյան Հայաստանադիմը դրության ոգին, վերհիչելով ջուհակությունը, Հովվական այս Տիգրանակերտա Ոխարբերդա համայնքն է, մրցանակաբաշխություն հրանձինքի տարեդարձին, Քյոմագյանին Արևմտյան Հայաստանապետական տելևիզիոն, միացիք մեր վետերաններին։ Արցախ ազատագրումը կարևոր հաղթանակ այլ նաև Արևմտյան Հայաստանը հետի, որովհետև տարածքը հիմքատվալ մեր վերականգնման գործընթացին, դրանով հնարավոր էր միջազգային կառույցներում ներառյալ ՄԱԿ-ում ունենալ պաշտոնական ներկայացվածություն։ Սակայն 2020-ին Թուրքիան օգտվել ավիրավիճական պատերազմը նախաձեռնալ Քյոմագյանելի Բաքվին Արցախի օկուպացիայի գործումը։ Այս գործընթացին տարբեր ձևերով մասնակիցնել նաև Արևելյան Հայաստանի իշխանությունն ու Ֆրանսիայի կառավարությունը, հատկապես ուշագրավ նախագահ Մակրոնի կողմից բարեկամության խարտիաների չեղարկումը վեր 2019 թվականին կեղծ իրավական հիմքաստեղծ Բաքվին հետի 2020 թվականի Արցախայյան հարձակվելի հետի այս զարգացումներն վկայում թահունց տարածաշրջանում հանցագործ գործողություն են կապվում միմյանց հետ ստեղծելավտանգավոր ճգնաժամեր։ Այժմ մի շարք պետություն է փորձում շտկին հենց իրենց արած սխալը շարունակելի։ 2018-ի Թավշյա հեղափոխությունը ԵՏ Նիկոլ Փաշինյանը եկալ իշխանության խոստանալով պայքար կոռուպցիայի դեմ։ Այս ոլորտում որոշ առաջընթաց կա, սակայն իրան կառավարման տարիներն նշանավորվել ոչ թե հաղթանակներով, այլ ծանր կորուստներով։ Արցախապարտությունը Հայաստանը տարածքի շուրջ 220 քառակուսի կիլոմետրի օկուպացիան, Սյունիքում ու Գեղարքունիքում վերջապես Տավուշի սահմանային զիջումները։ Փաշինյանի խոստացված Արցախը Հայաստանը ովեջ դիրքորոշումը փոխարինվել ապարտության ընդունումով ու Արցախը 120,000 բնակչի արտագաղթավը։ Սոր վարչապետը ձգտում է խաղաղության պայմանագրի զիջումների գնավ։ Մինչ Ադրբեջանը բազմակիորեն մեծացնում է ռազմական բյուջեն, Երևանը սահմանափակվում է մոտ 1.7 միլիարդ դոլարով ու դաժե կրճատում է պարտադիր ծառայության տևողությունը։ Փաշինյանի խոնարհ քաղաքականությունը ներառում է նաև խորհրդանշական քայլեր, օրինակ պետական կնիկները Արարատան Մասիսի պատկերի հանելը, սահմանադրական փոփոխությունների հեռանկարը, մոռացության մատնելով թա Արցախը, թա Արարատը, Մասիսը։ Այս ամեն ինչը վերլուծությունների հարված է հասցնում հայ ժողովրդի ինքնությանը, որովհետև հայկական ինքնության ուժը դարեր շարունակ ձևավորվել Արևմտյան Հայաստանը Արարատի մշակույթի ազգային իդեալի վրա։ Արմենակ Աբրահամյանի զինակիցու վաղեմի հնգերը Համիկ Սայադյանն ու Բարոզանյանի դիմանկարը նվիրալ Արևմտյան Հայաստան ազգային խորհրդի նախագահին։ Արևմտյան Հայաստանակամավոր Մարտիկ Նուբարոզանյանը 1992 թվականին միացալ ազատագրական բանակին Արցախում, նախքան Արևմտյան Հայաստան, հետո Սիրիա յետտռնալը։ Մինչ օրը շատ երիտասարդ ծերունն է իրենց համարում Նուբարոզանյանի մարտական ոգու ժառանգորդներ, ցավոք շփոթելով Արևմտյան Հայաստանը Արցախը ազատագրական ծրագիրը Երևանը կառավարության զինաթափման քաղաքականության հետ։ Թողես երիտասարդը մի օր գտնին ազատության իրական ուղին մեր նախնիների երկրում առանց արհեստական քաղաքական միջամտության։ Հայկական գորգագործության քյոյնը ավանդույթն են սոր քիչ են պահպանվալ Հրաչ Գյուզուբյուքյանը հյուր ընտանիքի ժառանգությունը այս արվեստը յուրան կյանքը նվիրալա գորգերի պահպանմանա ուսումնասիրությանը։ Յուրան պապան գորգագործությունը վերածայել Հալեբ գաղթական կնանոցը Անա, իսկ Հրաչը 1978-ին Բեյրութ տեղափոխվելով Ամերիկա շարունակալա գործը, հետագայում դասավանդելով հայկական գորգագործության Կալիֆոռնիայի համալսարանում։ Հրաչի նսերավը հայկական գորգերը խորհրդանշական լեզոնի Լյուբոյ Նախշ պատմում է հյուսողի անձնական պատմությունը։ Գորգերը ոչ միայն կենցաղային առարկաներն էլ այլև ինքնակենսագրական ստեղծագործություն է, բայց 1920-ականների ետը գորգագործության բնական ընթացքը խզվալ է, սերունդների միջև գիտելիքի փոխանցումը դադարալա ավանդույթը կանգ առալ։ Սոր Հրաչը շարունակում է Լոս Անջելեսում ուսումնասիրել հայկական գորգերը, վստահեցնել է վեր դրանք հալամոնին գաղտնիքն է վեր բացահայտվելուն մենակ սերունդների միջոցով։ Սահակ պատրիարքի օրհնությունով գերաշնոր Արամ arczepiskopos Աթեշյանը ու Տրթատ քահանա Ուզունյանը ապրիլի սկզբին քեցան Տիգրանակերտ ու Խարբերդ։ Տիգրանակերտա Սուրբ Կիրակոս եկեղեցումը մատուցվալա պատարակ, կատարվալա նաև հավաքական մկրտություն։ Քննարկվան Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման գործերը։ Խարբերդան նշան մատուրի մեջին եւս մատուցվալա պատարակ ու հոգեհագստյան նկարք վերի մասնակցան տեղական համայնքի անդամն է։ Այսին վաղթը հոգևոր հայրերը քեցան նաև Խարբերդա ավերակ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ 2009 թվականից սկսած Հրանձինքին ծննդյան օրը նաև կապված է Հրանձինք հիմնադրամի միջազգային մրցանակին հետ։ Այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Կոստանդնուպոլիս Լյուդվի Քերդար համագումարների դահլիճում։ Միջոցառմանը ներկայանալ մխլե հյուրեր, ելույթն ունեցալ երաժիշտն ու հասարակական գործիչն է։ Մրցանակներ շնորհվան Իսպանիայից Հելենա Մալենա Կարզոնին, միգրանտների իրավունքների պաշտպանության հետի ու Բյուլենդ Շքին սննդի անվտանգության ու բնապահպանական խնդիրների շուրջ յուրան հետազոտություններին հետի։ Հիմնադրամը հաջորդ օրը կազմակերպել նաև սեմինար, որտեղ քննարկվան գաղթի ու գաղթականության հիմնահարցերը։
Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին հավատարիմ մնալավ իրան սկզբունքներին եշողներին շարունակում է իրան անխափան թեզամոտեցումներով։ Հունց արդեն գիտում եք, մեր տելևիզիոնին ինքնագովազդավ չի զբաղվում իրան միջոցով հիմնականում հեռարձակում են Արևմտյան Հայաստանի Հանրապետության ներկայապագայի մասին տեղեկատվություն հաղորդող լուրեր։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին գրանցալա իրան ամենակարևոր նվաճումների մինը հրատարակել Արևմտյան Հայաստան շաբաթաթերթվեի նպատակն ապահպանելու տարածել մեր պատմությունը, մշակույթն ու ինքնությունը։ Մունք նավթափանցիկ ու մատչելի ձևով ներկայացնում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձերքի մեգավը մեր տելևիզիոն հնարավորությունն ավելին ընդլայնվում ու պնդանում մունք միասին ուժեղ։ Հայ վետերանների ու քյոմեգյանողների միավորում Ֆրանսիացի վետերանների ու հայկական ցակումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 70 տարեկան եք ու պատար ազատ ժամանակ ունի, կարիք միանաք հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք եղբայրություն։ Ձեր խնդիրը ինական պաշտոնական արարողություններին վաղտպի թռցնել Արևմտյան Հայաստանադրոշը հիշատակի պահապանեն իրենց նշանակալի ներկայացնավ պաշտոնական արարողություններին ու հիշատակի արարողություններին, որոնց մասնակցում են կազմակերպությունները եւս պատվում են այն հայ զինվորներին ու կամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերի իրանց կյանքը վտանգալն պաշտպանելա ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղիկ վեճ կապիկ պարոն նախագահ Ժան Ղազարոսյանին հետ լրացուցիչ տեղեկություններ տնալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։